այսօրվա իմ հայտարարությունն է, որ արել եմ վերջի զանգի հետ կապված, դա ոչ միայն իմ հոգու պարտքն է, ես խոստացել էի, որ Hayat Project-ը բացության մեծ համերգ է ունենալու Գյումրիում եւ ուզում ենք վերջի զանգի օրը այո խորհրդանշական բան անենք վերջի զանգի օրը ես այսօր բաց հանրային առաջարկություն եմ արդեն արել քաղաքապետին իհարկե հետագայում առանձին էլ կներկայացնենք այդ ծրագիրը մենք ուզում ենք պատրաստ ենք բոլոր ծախսերը վերցնել հոգալ մենք այլ ոչ թե մեր խմբակցությունը ես ու իմ ընկերները նաև որտեղ կնես ինչ եմ սա այստեղ Վազգենը ես լրատվականների մեջ լրատվականներում տեսա քո այդ առաջարկը եւ լրատվականները դե իրանց մեղքն էլ չի գուցե այդտեղ իմպրովիզացիոն տենց հայտարարություն ա եղել ոչ թե գաղափարի տեսակետից էլ մատուցման եւ կարծես թե տենց թուրընկալում էր եղել տակ ինչ որ մարդիկ գրում էին ախպերս ես դպրոցը 15 տարի առաջ եմ ավարտել չեմ ուզում իմ փողերով գնան հիմա ինչ որ լակոտները դե ուրախանալ սենց ինչ որ մեկնաբան ես չգիտեմ այդ մարդիկ ինչ են գրել ու նման արտահայտություններ հիմա խոսքը վերաբերում է նրան որ մենք Գյումրիի քաղաքապետարանի բյուջեում նախատեսված այդ գումարը չենք օգտագործելու այսինքն մենք ինքներս ենք հոգալու բոլոր ծախսերը մեր միջոցներով հիմա գտնենք դրա ձևը Գյումրիում կառուցելու ենք Գյումրիի հրապարակում շքեղբեմ լավ լուսավորությունով ու բարձր որակի ձայնով եւ կրկնելու ենք հրապարակում մեր շրջանավարտների համար այն շոու ծրագիրը, որը լեփլեցուն դալիչները ապահովել թե Երևանի մարզահամերգային համալիրում, թե Լոս Անջելեսի Փիկը համերգասրահում, իդենտիկ նույն համերգն է լինելու, անվճար մեր շրջանավարտների համար, վստահ եմ, որ նաև մարզի շրջանավարտներն են գալու այդ օրը մասնակցեն այդ համերգին, վստահ եմ, որ Հայաստանի տարբեր մասերից են գալու այդ համերգին մասնակցելու, որովհետև Hayat Project-ի բացօթյա համերգին բոլորն են սպասել շատ երկար ժամանակ ու համոզված եմ, որ նաև այդ փոքր մոդելի վրա մենք գործուն կերպով կցուցադրենք այդ տուրիստական իրադարձային կենտրոնի մոդելի դեմո տարբերակը կցուցադրենք, ինչպես է աշխատում, հա, երբ այդ ձևը, հա, այդ տեսակը բազմաթիվ զբոսաշրջիկներ են այդ օրը վստահ եմ գալու, հյուրանոցներ են մնալու, հաջորդ օրը ռեստորաններ են այցելելու, մի խոսքով մեծ տոնակատարություն է լինելու մեր երիտասարդների ու մեր շրջանավարտների համար, աննախադեպ համել կնկարանենք այդ ամեն ինչը ու իհարկե կցուցադրենք ուղիղ եթերում, իսկ բյուջեում նախատեսված այդ գումարը որը որ կա, որը վստահաբար չէր փոխհատուցելու այն ամեն ինչը, ինչ որ ես ասում եմ, այո, այդ ծախսերը, որի մասին ես խոսում եմ, 4-5 անգամ ավելին են նվազագույնը, բայց մենք առաջարկելու ենք ավագանուն եւ քաղաքապետին, որ այդ գումարը ուղղվի սոցիալական ծրագրին, իդեմս նույն մեր շրջանավարտների, որ բարձր բալերով ընդունված առաջի կուրս երեխաները հատկապես ու բացառապես վճարովի համակարգում, որպիսի գոնե 100,000-ական դրամներով, այո, փոխհատուցվի, այսինքն բոլոր բարձր հանձնաժողով ստեղծվի, մարդիկ բերեն իրենց բալերը ցույց տան, այդ երեխեքի համար մեր առաջնային ներդրումը կլինի, գիտեք, որովհետև անընդհատ կարելի է ասել կրթվել է նորաձև եւ մնալ տգետ, նույն դասարանում 7 տարի։ Իսկ մենք ուզում ենք մեր երեխաների համար ստեղծել հնարավորություն իրենց ծնողների վրայից այդ բերը որոշակիորեն հանել ու համել այդ երեխեքը հասկանան, որ Գյումրու քաղաքապետարան ու ավագանու կազմ եկել են մարդիկ, ովքեր ժամանակին իրենց տեղում են եղել, իրենք էլ են ուսանող եղել Երևանում, դժվարություններ են ունեցել այդ վարձի հետ կապված, տուն վարձելու հետ կապված եւ զգալի բերիտ հետևացում է մեր երիտասարդների կողմից երիտասարդների մոտ լինելու, ինչի համար ես շատ ուրախ կլինեմ, որ այս ծրագիրը, որ ես ասում եմ, մենք կարողանանք փայլուն կերպով իրականացնել։ Դու գիտես, գործում եմ Ես քեզ ասեմ, անենսա դուրս գալիս։ Ուզեցար մի հատ գնաս դպրոցը։ Արա, չէ, այդ դպրոցը ավարտել է, չէ։ Գիտես որն է հարցը, նոր մոտեցումներ են փթած համակարգում։ Ու երբ որ այս նոր մոտեցումները գալիս են առաջ, իդեպ նա մի քիչ ուրախացա, Արսենալը խփել է, Ռեալը հետ խփել։ Հասկանում եմ, ինչ-որ մի բանը բա ուրախա։ Չէ, վերջի զանգյամորը ասում եմ, չէ, բայց պատկերացնում ես Գյումրեցի ինչքան շրջանավարտ կա, որոնք Ռեալի բարելշիկ են ու հիմա իրենց ուրախացա, բայց չէ, ես ինչ եմ ասում։ Նոր առաջադեմ մոտեցումը, այս փթած համակարգում, ինքը գիտես ինչա, ինքը կարա բոցի նման լինի։
ու մնացած բաների վրա կարա բերի։ Ես վստահ եմ դու լիքը պլաններ ունես, մենք մեծ մասի ինչ որ մի ուճուր մասը հաստատ մեզ ներկայացրել ես, մենք բան ենք արել, ու ես ողջևորվում եմ, գիտես ինչից, անկեղծ եմ ասում։ Քաղաքականության մեջ սերնդափոխությունը տարիքով չի մենակ։ Սերնդափոխությունը նաև քաղաքական մոտեցումների, ծրագրային մոտեցումների փոփոխությամբ ու նորարարությամբ։ Օրինակ, այս ինչ որ դու ասում ես, կներես, բայց པարզ բան է, չէ, հասկանալու համար։ Որ կարելի է սենց անել, ախպեր։ Օրինակ, հա Երևանում ինչքան Երևանաբնակ հայտնի մարդիկ կան, որոնք չունեն, ասեն, կարող է հայատ բենդ չի, բայց օրինակի համար հայտնի երգիչ է։ Այս նույն երգիչները կարան, չէ, այդ բանն անեն։ Ես դիպ մի քանիսի դեպքում չեմ ուզում անուններ տամ, որտեղ կարող է սխալ հիշեմ, իրանց քաղաքների բաների համար արել են այդպես բաներ, բայց աննկատ է մնացել։